Եթերում լրաբերն է, հայտարարություններ։ Կորցրել եմ սիրեցյալ կնոջս, արտաքին նշաններն են, գեր, հսկայական քթով, հասակը 1 մետր, գտնողին խնդրում եմ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 55 67 87, կրկնում եմ 25 45 10։ Փոխանակում եմ 50 տարեկան կնոջս 225 կամ 120 տարեկան կանանց հետ։ Հնարավոր է նաև 24, 26, 23, 27 և 28, 22 հարաբերությունները։ Փոխանակում եմ գեներս 1 Լոս Անջելեսի վիզայի հետ։ Եթերում լրաբերն է։ Ինչպես դուրս գալ հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակից։ Այս հարցին է պատասխանում տնտեսագետ պրոֆեսոր Արաս Պապիկյանը։ Պարոն Պապիկյան, ձեր վերջին աշխատությունը նվիրված էր հանրապետությունում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից դուրս գալու պրոբլեմին։ Ինչ կասեիք այս կապակցությամբ։ Խնդրեմ։ Հաց։ Այո, հացի պրոբլեմը այսօր բավականին բարդացել է։ Ինչ կասեիք այս հարցի կապակցությամբ։ Էս ինչ է։ Միկրոֆոն։ Ուտել։ Ոչ, խոսեք, պրոֆեսոր։ Հալո։ Հալո։ Կարդացեք, պրոֆեսոր։ Աշխատում է, կարդացեք, ինչպես դուրս գալ հանրապետությունում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից։ Տղա ջանակնոցներս մոռացել եմ, սկլերոզում եմ։ Ձեր պլյուս է թե մինուս։ Ինչ է։ Ակնոցը պլյուս է թե մինուս։ Լուր եմ ուզում։ Ինչ։ Ճիշտ ունեմ։ Պրոֆեսոր։ Ճիշտ։ Ինչ կասեիք ձեր աշխատանքների մասին։ 22 թվին Վարդան Մամիկոնյանի հետ մտանք Ղարաբաղ կոմիտեն ազատելու։ Այն ժամանակ գրողների միության տեղը Պարսիչայի ալքոլիկն էր։ Այն շուն Գորբաչովն էլ հրաման տվավ հարբացնել փողերին։ Աչալյանն էլ կանգնել է Բաքվում ու անգլերեն է խոսում։ Ինձ էլ եկան մեղադրելում, որ 37 թվին Մեսրոպ Մաշտոցի հետ ես եմ հնարել արաբական տարերը։ Այդ մոմենտին էլ Շուն Բերյան ձերբակալեց Գևորգ Մարսպետուն ու դա չի շուտեմ ուզում տղա։ Պրոֆեսոր, այ օրինակ դուք տեսել եք հոկտեմբերյան հեղափոխությունը։ Ձեր շքանշանը վկայում է այն մասին, որ դուք տեսել եք նաև սոցիալիզմը, դեռ ավելին զարգացած սոցիալիզմը։ Եվ դուք հիմա, պրոֆեսոր, ականատես եք մեր անկախությանը, մեր ժողովրդի անկախությանը, մեր պետության անկախությանը։ Ինչ պատահեց։ Ինչ պատահեց, պրոֆեսոր։ Ճիշտ չունեմ։ Ինչպես դուրս գալ հանրապետությունում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից, բոլոր այս հարցերը օգնեցեք դայելու գործարող դաստավար պարոն Բերջիգյանին։ Նա չի դատել աշխատել միջև ցերեսների օրգանության և հաղթանակի շրջիկը իր ժողովրդի դեմքի վրա։ Պարոն Բերջիգյանի տարեկան վերածայել որ 24-ամերում շահատայոտ նոր և դարայ 4 սեղաններում։ Լոս Անջելես Կալիֆորնիա կրացատը բուլապին է։ Բերջիգյան, Եթերում լրաբերն է։ Մեր հյուրն է խորհրդարանի արտակարգ հանձնաժողովի գլխավոր խորհրդատու պարոն Մարգարյանը։ Պարոն Մարգարյան, ինչ կասեիք ատոմակայանի վերաբացման մասին։ Շատ լավ, այսինքն այսօրվա պայմաններում դեռ անվտանգ չէ ատոմակայանի բացումը։ Ուրեմն կան որոշակի դժվարություններ, հասկանալի է։ Իսկ ինչ եք կարծում, եթե ատոմակայանն ամբողջությամբ աշխատի, էլեկտրաէներգիայի հարցն ամբողջությամբ կլուծվի արդյոք։ Էներգիան չի կարող։ Այսինքն գուցե բոլորովին էլ չլուծվի, հասկանալի է, բայց ինչպես կրահեցինք, որոշ չափով կմեղմվի։ Շնորհակալություն պարոն Մարգարյան հարցազրույցի համար, ցտեսություն բարեկամներ։ Ներողություն։
Հենց նոր ստացանք հաղորդագրություն Սփյուռքից։ Հանրահայտ ձեռնարկատեր Հակոբոս Կարպիս Կայծակնունին եւս $17 է նվիրաբերել Հայաստանի օգնության ֆոնդին։ Դրանից հետո նա մտել է իր 5 հարկանի առանձնատունը, փակել է բոլոր դռներն ու պատուհանները, դարակից հանել ատրճանակը եւ 5 անգամ կրակել բերանի մեջ։ Պարոն Կայծակնունին շտապ հաստվել է հիվանդանոց, նրա վիճակը գնալով բարելավվում է։ Լոս Անջելեսում բնակվող հայերի վերջին հայտարարությունը։ Եթե համաշխարհային բոլոր կազմակերպություններն անհապաղ չսկսեն զբաղվել Ղարաբաղը Լոս Անջելեսին միացնելու հարցով, մենք ամերիկյան կոնգրեսին կներկայացնենք Հոլիվուդը, Գլենդելը եւ ընդհանրապես Կալիֆոռնիան Հայաստան վերանվանելու խնդրանքով։ Նամանավանդ որ հավաստի աղբյուրներն ապացուցում են, որ դրանք հայկական պատմական հողեր են, քամու կողմից քշված դեպի այս հեռուները։ Բարեկամներ, հուսանք, որ մեր հայրենակիցների այս համեստ պահանջը կիրականանա։ Մշակութային կյանքը Հայաստանում եւ Սփյուռքում։ Մենք գտնվում ենք Ավետիք Իսահակյանի հուշարձանի մոտ, որտեղ տեղի է ունենում ազատ բանաստեղծների ելույթը։ Եվ քարավանը ինքնաթիռների իրար հետևից մեղմ դրդռալով գնում էր հանգիստ անգին բեռների ձեր օգնությունը Արցախ տանելով եւ դրդռոցը երկով քաղցրալուր անուշ լցրել էր երկիրը պարփակ եւ վեր էր նայում ազգը ընդհանուր եւ ցույց էր տալիս իր փորը դատար գնա միշտ գնա այդպես շարունակ հարուստ աշխարհից եկող քարավան մենք քեզ ենք սպասում սրտերով պապակ միայն չշեղվես մտնես Երևան մենք շատ սիրեցինք այդ պարոններին բարերար տիկնանց մոտիկ եւ հեռու այնքան մեծացավ մեր սերը հիմա որ մենք մոռացանք հարազատ քեռու թող արհավիրքները պատճառեն մեզ հոգս թե կա մեր կողքին բարոնուհի քոքս եւ դա մեզ համար միշտ կլինի տոն թե կա մեր կողքին ինչու՞ չէ պրեզիդենտ Քլինտոն գնա քարավան մեղմ դրդռոցով դու պատրանքների երկար քարավան բայց միևնույն է ուզում ես գնա ուզում ես արի ես իմ մասիս սարն եմ սիրում եւ երկրորդ բանաստեղծությունը Ես պոետ եմ եւ ձիս պոետ ես պոետն եմ այս դարի բայց միթե վերջին պոետն եմ ես վերջին պոետն աշխարհի Մարդկա չի ջոկում իմաստը սրա եւ բարձրացել է շալակն աշխարհի Մարդկա դեռ նոր է բարձրանում այնտեղ մարդկա չի ուզում իջնել այնտեղից Մարդկա որ չունի ուտելիք եւ ցավ մարդկա քնի մեջ գոռում է Արցախ Մարդկա նայում է միմիայն փողին մարդկա չի մտնում վախից անկողին մարդկա պոետ է իսկ մարդ հլկացի մարդկա փող չունի մի կոպեկ հացի Շնորհակալություն իսկ այժմ ես ուզում եմ ներկայացնել ձեզ ուր որ է նա հիմա կժամանի իմ արվեստակից ընկերոջս ըստիս շատ տաղանդավոր եւ մեծ բանաստեղծի, որը տարիներ ի վեր շարունակ հալածված է եղել մեր տոտալիտար երկրում, բայց ինչպես բնորոշ է իսկական պոետին, նա չթուլացավ եւ չնայած որ այսօր նա ստանձնել է բարձր պետական պաշտոն Նա մնում է, շարունակում է լինել մեծ պոետ քաղաքացի և այսօր նրա երկերը ավելի արդյական են, ավելի
հասկանալի են։ Ես կարծում եմ, որ նա այսօր մեզ համար կկարդա իր վերջի բանաստեղծություններից, որը կոչվում է հերոսական բալադ։ Շատ հետաքրքիր գործ է։ Ինձ թվում է, նա ժամանեց։ Գաբրիել, Դանիել, ողջունենք։ Եվ ծրագրի վերջում բարեկամներ ինֆորմացիա եղանակի մասին։ Այս գիշեր եւ վաղը ցերեկը Եվ ինչու միայն այս գիշեր եւ վաղը ցերեկը, ընդհանրապես ամբողջ հանրապետությունում մեր հայրենիքում սպասվում է արևոտ, պայծառ, գեղեցիկ եղանակ։ Արարատյան դաշտավայրում եւ Հոլիվուդում մեղմ զեփյուր, Երևանում եւ Գլենդելում աղջամուղջի անուրջներ։